Սուրբ Սարգսի տոնը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Ուստի պատահական չէ, որ հունվարի 31-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին լի էր հատկապես երիտասարդներով։ Նրանք մասնակցեցին արարողությանը, օրհնություն ստացան, ապա թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը պատգամ հղեց, մաղթելով, որ Սրբի բարեխոսությամբ ընդունելի լինեն երիտասարդների իղձերն ու ցանկությունները։ Եթե չունենաք սիրո ճշմարիտ անկեղծ սիրո գիտակցությունը որպես հավատք առ Աստված, առ բանի եւ Աստծո պատվիրանները մենք ձեզ հետ կհայտնվենք շատ մեծ փորձությունների եւ վտանգների մեջ։ Սրբազան հայրը հորդորեց Սուրբ Սարգսի աստվածասիրության օրինակն աչքի առաջ ունենալով մշտապես քայլել դեպի Աստված, ապրել ու արարել սիրով, հավատարիմ հայրենիքին ու եկեղեցուն։ Եվ որպես նվիրումի ամփոփող հավաստիք երիտասարդները միասնական մոմավառությամբ տերունական աղոթքն ասացին։ Սուրբ Սարգսիսը միջնադարյան աղոթերքերում ներկայանում է արիասիրտ, հանուն Քրիստոսի նահատակված քաջ զինվորական, անկոտրում ու աներեր հավատքով։ Երիտասարդները գիտեն, որ հատկապես Սրբին նվիրված տոնին չամուսնացածները սպասում են սիրո հրաշքին, գիտեն նաև, որ հիշատակելի Սրբի բարեխոսությամբ հրաշքն անպայման իրականություն կդառնա։ Ինձ համար սիրո եւ բարի հույսի տոն է, որովհետեւ Սուրբ Սարգիսը իր օրինակով մեզ ցույց տվեց, որ պետք է սեր ունենալ Աստծո նկատմամբ եւ ուժեղ լինել։ Сегодня в день Святого Саркиса я молюсь, чтобы он был заступником нашей молодежи, помог обрести любовь, найти верного спутника и помог всем нуждающимся и страждущим. Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարում օրհնություն ստանալուց հետո երիտասարդները մեկտեղվեցին Տապան թանգարանում։ Հունվարյան սառնամանիքին, երբ դրսում շնչելն անգամ դժվար է դառնում, հայորդաց տան դուդուկի եւ դհոլի խմբակի սաները եկեղեցու բակում տոնական ուրախություն պարգևեցին։ Այս գավնան հետ, այս ծաղկունքի, այս տերշնակի, այս արվակի Թանգարանի ընդարձակ սրահներից մեկում նոր երիտասարդաց միության անդամները կազմակերպել էին Սերն իբրև Աստվածային շնորհ խորագրով գրական երաժշտական երեկո համեմված հոգեպարար երգերով ու բանաստեղծություններով։ Իսկ ժամանց երիտասարդական սրահում ցուցադրվեց Սիրելով կյանքը կարճամետրաժ 2 ֆիլմ։ Երիտասարդության այսպիսի ներգրավվածությունը վառ վկայությունն է այն ճշմարտության, որ եկեղեցին կենդանի օրգանիզմ է եւ երիտասարդները տարածողն են մեր եկեղեցական սուրբգրային հունդերի, որոնցով որ ձևավորվում եւ մեծանում է ապագայի հայ մարդը իր տեսակով վեհ եւ իր մտածողությամբ եւ իր առօրյա կենսաղավարությամբ տարբերվող եւ օրինակելի։ Տապան թանգարանի մեկ այլ սրահում թեմական կառույցներից մեկի հայկական խաչ հիմնադրամի աշխատակիցները կազմակերպել էին բարեգործական դրամահավաք, վաճառելով հուշանվերներ, գրքեր, թխվածքաբլիթներ 6-ամյա հիվանդ Սերգեյին օգնելու նպատակով։ Յուրաքանչյուր գնորդ մասնակցում էր նաև խաղարկությանը, ստանալով խորհրդանշական գրություն, սիրո ջերմ խոսքերով եւ մաղթանքներով։ Սիրո բարեխոս եւ երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի տոնին երիտասարդները հեռացան լիացած, հոգում սիրո, լույսի ու բարության մի նոր աշխարհ սեմանված։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, թեմական լուրեր, Մոսկվա։